Ես գիտեմ նաև որ դուք բիզնեսում նաև մեծ ներդրումներ եք անում, օրինակ մեծ ավտոպարկ ունեք, մի քանի միլիոն դոլարի հասնող։ Իմ կարծիքով ես օրինակ նման հարցերի նայում եմ այսպես, որ ինչքան քիչ ընկերությունը ծանրաբեռնվի ակտիվներով, ու այդ ակտիվները ուրիշի ակտիվները օգտագործի, այնքան լավ, բայց դուք իհարկե ավելի լավ գիտեք այդ։ Ես ոնց որ նշեցի, մեր ապրանքը իրականում լոգիստիկան բավականին թանկ է եւ ինքնարժեք իջացնելու համար ամեն ինչ անում ես։ Հա, Ընկերությունում տարբեր ուղղություններ կան, շատ ուղղություններ, դրանք առանձին բիզնեսներ են։ հա, Հիմա մեր ավտոպարկը որն է, ինքը առանձին բիզնես է։ հենց դա եմ ասում, էլի։ Ավտոպարկը ունի վերանորոգման կետ, ավտոպարկը ունի սպասարկումներ, Հա, չգիտեմ, ինչ որ համակարգեր, որոնցով աշխատում է եւ այլն եւ այլն։ Մոտ 120 բեռնատար մեքենա ունենք։ քանակը շատ լուրջ։ Մենք ինչ որ չափ մեր հումքերի, օրինակ Պարսկաստանից հումքեր կա, որ մենք ենք ներմուծում ինչ որ կտորներ կա, այդ ավելի շատ մի մասը անվտանգային կտոր է, մի մասը ինքնարժեք իջացնող կտոր է։ Ամեն ինչ հաշվի առած է մի խոսքով, էլի։ Իսկ ի՞նչն եք Շատ հեշտ outsource է, անում։ շատ հեշտ է վերցնել ամեն ինչ։ Իսկ այդ ծավալների մեջ ի՞նչն եք outsource անում, լավ։ Նայեք, հիմնականում այն օրինակ իրավաբանական ծառայությունները ճիշտ է, մենք ունենք իրավաբան, նաև ունենք outsource։ Լավ։ Այն ինչ որ հաճախակի կրկնվող process չի եւ դա իրականում ֆինանսական ծանրաբեռնվածություն առաջացնելու կազմակերպության համար, այդ գնում է միանգամից outsource։